Եթե անգամ դեմ են կաթողիկոսին այդ սրբազանները, կարող են եպիսկոպոսած ժողով գումարել, կառավարության սենյակը դրա տեղը չէ։ Հետո ինչ որ Նիկոլը Սաղմոսներ է կարդում։ 23 հոգու սպանության համար դատվածնել էր դատարանում Սաղմոս կարդում։ Հետո ինչ։ Կիրակի Փաշինյանը պատարագ էր մասնակցում, պատարագ էր հրավիրել Սուրբ Սարգիս եկեղեցում։ 1 միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքում մասնակցում էր մի քանի 100 մարդ, որոնք հիմնականում Նիկոլի պատարագների շրջիկ խումբն էր, նախարարներ, падգամավորներ, աջակիցներ, որ այս վերջերս են հավատացյալ դարձել Օհանավանքի, Արշավանքի օրերից։ Նիկոլի ռեսուրսը այդ մի քանի 100 մարդն է։ Եթե ունենար փողոց, այդպես կլուծեր իր հարցերը։ Չուներ, դիմեց ներսից պառակտմանը։ Ինչի համար է Նիկոլ Փաշինյանն անում այս ամենը։ Կրկնում եմ, ինչպես նախորդ անգամ, ամեն բան, որ անում է նայեք, թե ում է ձեռնտու։ Սա չի կարող ձեռնտու լինել հայ ժողովրդին։ Իսկ ով է Նիկոլի ու ՔՊ-ի վրա պահանջ դրել եկեղեցին քանդելու։ Մենք հստակ գիտենք, չէ՞ որ սահմանադրության փոփոխման հարցը դրել է ադրբեջանական կողմը։ Սրանք էլ չեն թաքցնում։ Բայց նաև կաթողիկոսի դեմ արշավանքն է, չէ, ադրբեջանական կողմի պահանջից։ Դրանից հետո եղավ։ Իսկ Հայաստանի իշխանությունը ինչու է կատարում Ադրբեջանի պահանջները, որովհետև շանտաժի տակ է, որովհետև գործակալ է, որովհետև կախում ունի, որովհետև ինքն էլ նրանց օգնության կարիք ունի վաղը վերընտրվելու համար։ Վարկածները շատ են, բայց ոչ մեկ էլ մեր երկրի շահերից չի բխում։ Այս գործընթացը ինքը եւ ընդհանրապես Նիկոլի կառավարումը եւ ոչ մի կետում հայ ժողովրդի մեր պետության շահերից չի բխել։